Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ եւ ալիքի հյուրեր։ Իմ սիրելի ժողովուրդ, ոմանք հարցնում են. լոլիկների սերմերը որտեղից եմ գնում եւ անունները։ Ժողովուրդ ջան, անունները ես չեմ կարող ասել, որովհետեւ իմ մոտ տեսականները շատ են։ Շատ են իմ մոտ տեսականները։ Ինչ եմ անում, ժողովուրդ ջան, ես սերմեր խանութից չեմ գնում։ Որովհետև խանութից գնված սերմերի 50% ավել, 50%-ից ավելը ծլողականություն չունեն։ Ես սուպերմարկետներից մի ժամանակ, հիմա չեմ անում, որովհետև շատ իմ սորտերը, մոտավորապես 60 սորտ ունեմ ես։ Սուպերմարկետներից մի ժամանակ ես գնում էի լոլիկները, երբ որ ինձ դուր էր գալիս համը, տեսքը, այդ դրանցից ես սերմերը վերցրել եմ եւ արդեն ամեն տարի նույն սորտերից վերցնում եմ տնական սերմերը։ Եվ նայեք սրանց չափերը, բոլորը որովհետև ջոգած են, սուպերմարկետներից ես ամեն ընտիրներն եմ արել ժամանակին, կերել ենք ու սերմերը հանել ենք։ Էսա մոտիկից ցույց տամ։ Եվ այս ձևով ես ունեմ 60 եւ կարող է եւ ավել տեսակի լոլիկներ։ Ընտրեմ նայեք ինչքան շատ են։ Եվ նույնիսկ հիմա, եթե ես խանութներից ինչ-որ մեկում տեսնում եմ ընդիր լոլիկներ տեսքով, նույնպես ես գնում եմ այդ լոլիկները և սերմերը հանում եմ։ Շատ տեսական ունեմ շերի, հունաձև, կլոր, երկար, դեղին եւ այլն։ Հիմա դրանք ցույց տամ եւ շատ ահավոր բերքատվություն ունեն։ Հիմա տեսեք օրինակ այս մի սորտը հունաձև։ Հələ տեսեք թե ինչ բուրըն ծաղիկ ունի եւ մինչեւ խոր աշուն ունեն բերքատվություն։ Հիմա ցույց տամ սրանից ավելի փոքրերը։ Այս սորտն է։ Արդեն օգտվում ենք, գինս քաղում է, ահագի ժամանակը արդեն հասունացել են։ Հիմա գնանք ես սերմերը ցույց տամ ինչ ձևով եմ պահում։ Իմ պահած սերմերը մոտավորապես 4 տարի, 3-ից 4 տարի 100%-ից ծլողականություն ունեն, 100%-անոց։ Հիմա գնանք սերմերի տուփի մոտ ես ցույց տամ։ Եսա կոշիկ ամանում է, ժողովուրդ ջան, փակ տարայի մեջ երբեք մի պահեք, որովհետև եթե ամանը փակ է չի շնչում, կարող են բորբոսնել։ Հիմա օրինակ տեսեք, սրանք բոլորը լոլիկի սերմեր են մեջը։ Թղթի վրա եմ ես անում։ Օրինակ ես նայենք ինչ եմ գրել, օրինակ ես սրանք 24 թվականի, տեսեք, ծաղկանման կարմիր 24 թվական այն որ սկզբից ցույց տվեցի կադրի մեջ դրանք են։ Շատ համեղ սրանք խանութում ահավոր թանկ են։ Սովորական լոլիկներից մոտավորապես երևի 5 անգամ, 6 անգամ թանկ են գինը։ Եվ դրա գլեբը շատ բարակ է։ Նույնիսկ երևի մարսվում է այդ գլեբը։ Չգիտեմ ինչի այդքան թանկ։ Այս մյուսը գրել եմ կարմիր կլոր խոշոր 24 թիվ։ Եվ այսպես շարունակ։ 24 թվականի լոլիկները, տեսեք, այստեղ գրել եմ վարունգի սորտը, վարունգի սերմ, օրինակ Ֆաթիմա սորտ 24 թվական։ Սա 22 թվական։ Ձվաձև խոշոր կարմիր։ Այսքան բան, ժողովուրդ ջան։ Ես իմ հետևորդների հարցերին պատասխանեցի։ Ձեզ մոտ սուպերմարկետներում նույնպես կվաճառեն արեք ամեն ընտիրները, հանեք սերմերը եւ գտնեք ձեր տնական սերմերը։ Անունները ինքները դրեք։ Ես դրել եմ տարբեր անուններ։ Մեկի անուն դրել եմ կուկլա, մեկին դրել եմ ծաղկանման, մեկին դրել եմ կարմիր խոշոր, կլոր եւ այլն։ Եթե հավանեցիք, դրեք ձեր լայքերը, ժողովուրդ ջան, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին։ Ձեզ հետ է Բորիս Խանբեգյանը։ Բարին ընդ ձեզ։
Եղեք միշտ առողջ։ Կարևորը առողջությունն է, մնացած իրանյան լինելը։ Ցտեսություն։